Ֆրինյուզի եթերում հերթական ուղիղ միացումը Երևան-Փարիզ ձևաչափով, մեր համար ուղիղ, ձեզ համար իհարկե տեսագրություն, որտեղից կաշխատի իմ գործընկեր միջազգայնագետ Արման Հավաքյանը։ Բարև Արման։ Բարև Գագիկ ջան։ Հուսամ լավ ես։ Շատ լավ, մարտական։ Հա, բոլորս են մարտական։ Նույնիսկ քեզ եմ հարցնում։ Այս օրերում, այսինքն այս նոր տարին ինչ սկսել է, ամբողջ աշխարհն է մարտական ոնց որ, չէ՞։ Այո, եւ շատ տենց նոր ուժերով լծված եւ նոր գաղափարներով եւ նոր իրադարձություններով լի։ Տեղ-տեղ էլ նոր զորքերով, էլի, Տրամփին նկատի ունեմ եւ Գրենլանդիայի պատմությունը նկատի ունեմ, բայց իհարկե մեր այսպես կոչված ողերին բարեկամները երբեք էլ չեն թողնի, որ շատ հանգիստ լինենք, հա, նկատի ունեմ ավանդական Զախարովային, այս չասեք թե անունը ավանդական է, չէ, ուղղակի ինքն է ավանդական իր ելույթներով եւ ինչու ես սկսեցի Զախարովայից, որտեվ շատ հետաքրքիր է, էլի, այս մարդը որոշել է հերթական անգամ փայլատակի հայկական երկնակամարում իր ինտելեկտուալ ելույթներով եւ ասում է, որ գիտեք ինչ, Սալավյովը այն ինչ որ ասել է, ինքը ասել է որպես անհատ ժուրնալիստ, իր անհատական յութուբյան էջում, իր անհատական հաղորդման մեջ, ասենք այդ նույն անկախ ժուրնալիստ, անկախ դեմոկրատական եւ բաց կարծիքներով Այո, եւ Ռուսաստանում իհարկե դեմոկրատիան այնքան առաջ գնացել, որ Սալավյովի նման մեկը, որը որ վարում է իրենց գլխավոր պրոպագանդիստական թոք-շոուն, կարա անկախ կարծիք հայտնի եւ Զախարովան էլ որոշի դա ներկայացնել որպես էտալոն ազատ խոսքի։ Ինչ կարծիք ես դու, որքանով է ադեկվատ ընդհանրապես այդ երկրի բուրգը իշխանական։ Ադեկվատության մասին խոսելը մի քիչ դժվար է, որովհետեւ այդ ռուսական իշխանության ներկայացուցիչների եւ ըստ այդմ նաեւ պրոպագանդիստական այդ խոսափողների եւ զանազան այդ սոխականման ելույթների միջև բնականաբար կապը շատ հաստատուն է եւ տեղին եւ բոլոր արտահայտությունները եւ շարժումները եւ խոսքերը բոլորը պլանավորված գալիս են մեկ կետից Կրեմլից եւ real պարագայում դրանք միտում ունեն տարբեր տեսակի հասարակություններում, հա, իրենց այսպես ասենք, իրենց ցանկացած զոնաներում, այնտեղ որտեղ նրանք վայրերում, որտեղ նրանք կուզեին տարածել իրենց պրոպագանդան, չափել հասարակության, հա, որպես այդպիսին հասարակական կարծիքը եւ հետեւից ըստ այդմ ներկայացնել դա տարբեր տեսակի զառանցանքներով մերթընդմերթ, սակայն միևնույն ժամանակ երբեք նրանց կախվածություն ունի թե որ երկրից, բայց Հայաստանի պարագայում ես դեռ մինչև այժմ չեմ լսել ներողություն բառը, չեմ լսել այն ինչի մասին նրանք անընդհատ խոսել են, այսինքն երկրի ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդական ճանապարհով ընտրված իշխանության, ով էլ նա ուզում է լինի, դեմ հնչեցած արտահայտությունները, որոնք մերթընդմերթ գալիս են դաշտ եւ այսօր ավելի քան ակնհայտ է, որ այդ պրոպագանդայի գործիքը որպես այդպեսին մնացել է միայն միակ ուժը, որով նրանք կարող են ցուցադրել ռուսական իմպերիալիզմի, այսպես ասած, պոտենցիալ հաշվարկները կամ պոտենցիալ ցանկությունները, որոնք որպես այդպեսին չունեն ոչ մի հիմք, որովհետև հողի վրա, որովհետև ընդհանրապես այն ինչ կատարվում է իրականում ուկրաինական մարտի դաշտում չի կարող հաստատուն ապացույց լինել ներսում, որ Ռուսաստանը իր գերիշխանությունն է հաստատում իր սատելիտ, այսպես ասած, երկրներին, արտաքին ուժերի մասով էլ ավելի ակնհայտ է, որտեղ տեսնում ենք ինչպես են մեկը մյուսի հետևից ռուսական ազդեցության
կամ ռուսական բարեկամական երկրները մեկը մյուսի հետևից ընկնում, վերջինը Իրանն է, եւ այսպես շարունակ Ռուսաստանի մնացել է միայն այդ խոսափողը, որը ոնց որ թե մտածում է կարող են կիրառել Հայաստանի նման փոքր կամ իրենց մտածած թույլ երկրի վրա, որը կարծում եմ այլևս այդ թույլ երկրների շարքում չի ըստ էության։ Ես մի օրինակ էլ բերեմ, այդ նույն անձնավորության, այդ որ դու ասում ես Սոխակ, ես մի փոքր համաձայն չեմ։ Սոխակը շատ ազնվազար թռչուն է իմ կարծիքով, գեղեցիկ երգող, դա ընդամենը սենց ժողովրդական լեզվով ասած ծիտիկ է։ Հիմա այդ երկող տիպիկին նա է, որովհետեւ հատու ոչինչ չկա, ես դրանից ելնելով եմ նրան Սոխական։ Բայց հիմա այդ ծիտիկին հյուր էր, երևի թե 2 տարի կամ 1 տարի առաջ հայտնի ռուս վերլուծաբան կա Սատանովսկի, կհիշես, եւ այդ Սատանովսկին չգիտեմ ինչի համար, ուղղակի լավ չեմ հիշում հիմա, ինչ որ զայրացած էր Մաշա Զախարովայի վրա, եւ այդ ծիտիկի հետ ուղիղ եթերում, այսպես, հենց կադրում, ասեց այդ արտաքին գործերի նախարարության իր խոսքով ասեմ, պիանայա շմարա Մարիա Զախարովա։ Այդ դա իր նախադասությունն էր, որից հետո Սատանովսկին ռուսական մեդիա տիրույթում գոյություն չունի։ Որն է գալիս է ապահովում մի այսպիսի մի ձեռնարկություն է, հա, դրա մեջ կան մի հիմնարկություն, արգոն, դրա մեջ կան իրավողորմացի կամուսինը, ոչ բարով, դրա մեջ կային բոլոր այդ հայկական ազգանունով ոչ բարով ինչ որ հայ է, դրա մեջ կան մնացած բոլոր այդ պրոպագանդիստական շարժման մասնակիցները, այսպես ասած ժուրնալիստներ, այսպես ասած Russia Today-ի, այսպես ասած լուրեր, որովհետեւ դրանք բոլորը պատրանքներ են եւ այդ ամբողջը մի սխեմայի մի մաս է, որը այսօր տկլորացել է, որովհետեւ այդ ռոպագանդան պետք է սնուցվի նաեւ որոշ չափով նաեւ փաստերով, չես կարող դու անընդհատ fake news ասել, չես կարող դու անընդհատ ասել, որ դու հեսա հասնում ես Կիևի, երբ որ դեռ Պոկրովսկի գյուղերի վրա ես կենտրոնացած։ Միակ բանը, որ այսօր Ռուսաստանը դեռ փորձում է որպես իր օգտին օգտագործվող արգումենտ ներկայացնել, դա հայրենական այսպես կոչված է, հայրենական մեծ պատերազմն է, իրենց համար հայրենական, բայց աշխարհի համար համաշխարհային երկրորդ պատերազմը, եւ որոշում է կայացրել Ռուսաստանի իշխանությունը ապրիլի 19-ը հռչակել սովետական ժողովրդի թե ժողովուրդների ցեղասպանության օր։ Ընդ որում շատ հետաքրքիր է ամսաթիվը, հա, ապրիլի 19-ը, ընդամենը 5 օր հետո ապրիլի 24-ն է, դա էլ ինձ թվում է պատահական չի, դա թուրքական ձեռագիր է։ Հիշենք, որ Թուրքիան ապրիլի 24-ին միշտ նշում է Գալիպոլի ճակատամարտը, ճակատամարտում տարած հաղթանակը, եւ դա պատահական չէր հենց ապրիլի 24-ին նշելը, որպես մեր ապրիլի 24-ի այսպես հասարակական միջազգային աղմուկը մեդիա տիրույթում ծածկելու հնարավորություն։ Հիմա սրանք լավ, ապրիլի 19-ը որոշել են հռչակել սովետական ժողովուրդների ցեղասպանության օր։ Ես չեմ հասկանում իրանց մոտիվը, որովհետև եթե խոսենք ցեղասպանության մասին, ապա սովետական միությունը ինքը, այդ ստալինյան ռեժիմը, կոտորել է ավելի շատ մարդ, այո, քան Հիտլերը։ Ոչ ոք Հիտլերի արածը չի արդարացնում, բնականաբար։ Դա ցեղասպանությունն էլ, մի բան էլ ավել, բայց ավելի շատ դա կարար վերաբերվեր Ուկրաինային եւ Բելարուսին, որտեղ սրբելով անցան գերմանական դիվիզիաները, բայց ինչ կապ ունի, ասենք, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիան, ինչ կապ ունի, որ դուք հռչակում եք ցեղասպանության օր եւ նրան դեմ էր դուրս եկել հրեական Yad Vashem կազմակերպությունը, Հոլոկոստի հետ կապված դա կազմակերպություն է եւ Մարիա Զախարովան շատ նեղվել էր դրանից։ Էս ինչ եք ասում, ոնց կարելի է դեմ գնալ մեր որոշմանը,
ապրիլի 19-ը հռչակել սովետական ժողովուրդների ցեղասպանության օր եւ բերում է ուրիշ օրինակ։ Այ դուք գնացեք զբաղվեք այն բաներով, որ բոլոր, այսպես ասած, այն երկրները, որտեղ կան սովետական զինվորների հուշարձաններ, այդտեղ հուշարձանները հանում են, այ գնացեք զբաղվեք այդ հարցով։ Եվ բերում է Լեհաստանի օրինակը։ Արման ջան, Լեհաստանի օրինակը բերում է եւ նեղված է, թե ինչի լեհերը կարմիր բանակի զինվորի հուշարձանը հանում են, ապա մոնտաժում են։ Հիմա նայենք այս ամեն ինչին լեհերի տեսանկյունով, հա։ Եվ փորձենք օբյեկտիվ գտնալ։ Օբյեկտիվ լինենք, հա։ Ինչ արեցին Գերմանիայի հետ սովետական միությունը, բայց այս պարագայում հենց լավ էլ կարելի ասել ռուսները, մինչև պատերազմը սկսվելը կիսեցին, այսինքն օկուպացրեցին Լեհաստանը, կիսեցին, փայ-փայ արեցին իրանց մեջ, հետո սկսեց պատերազմը, Գերմանիան անցավ Լեհաստանի վրայով էլ, հետո սովետական միությունը էլի եկավ անցավ Լեհաստանի վրայով, հիմա լեհերը պետք է պահեն այդ բանակի զինվորի հուշարձանը։ Գագիկ ջան, ըստ իս շատ հետաքրքիր դրվագներ պատմեցի սովետական պատմության եւ դրանից ըստ այդմ բխող այժմյան ռուսական ռոպագանդայից, այստեղ ես կարծում եմ խնդիրը պետք է ավելի խորքային նայենք եւ հասկանանք, ուրեմն, տես, փաստորեն ըստ իս Ռուսաստանյան Ֆեդերացիան չի թոթափել Սովետ միության այդ ամբողջ ժառանգությունը եւ ես կասեմ ավելի, նրանք դա օգտագործում են հայսրական Ռուսաստանի նույնիսկ կարելի ասել։ Նույնիսկ հայսրական, բայց եթե նայենք այդ վերջին 100 տարվա մեջ ռուսական պատմության մեջ միակ, եթե կարելի այսպես ասել, հաղթական դրվագը դա եղել է երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ ահռելի ահավոր շատ զոհերի գնով մեկ անգամ եւս եւ մենք տարիներ շարունակ մենք երեխա ենք եղել, մենք մեզ բացատրել են թե ինչպես մերոնք կարողացան ռեյստագում դնել այդ դրոշը սովետական եւ այլն, բայց այդ արանքում մոռացել էին կամ չէին ուզում մեզ ասել, որ այդ ամբողջը եղել է ամերիկյան զենքով, ամերիկյան սնունդով, Ամերիկայի պաշտպանությամբ եւ Միացյալ Նահանգների տվյալ պարագայում եւ արևմուտքը որպես այդպեսին ռուսական բանակին ուղարկել էր այդ մսաղացի տակ, որովհետեւ նրանք գիտեին, որ ռուսական ուժը որպես այդպեսին մարտականակն է եւ այսպես շարունակ Ռուսաստանը Պուտինը օգտագործում է այդ հաղթական դրվագը, որպիսի կարողանա այդ հաղթական դրվագով կառուցել այդ ռուսական իմպերիայի կամ ռուս ժողովրդի այդ ոգին, այդ отечество, այդ великое отечество, այդ ամբողջ այդ նախկին ռոպագանդան վերը հետ է բերվել այդ սովետական սալդատը, այդ զինվորը սովետական, որը կռվեց, որովհետև ըստ էության նրանք պատմության մեջ այդ 100-ամյակում ընդհանրեն ունեցել են այդ մի հաղթանակը, սակայն տես ինչքան հետաքրքիր է պատմությունը վարվում հենց իրենց հետ։ Հիմա այսօր արդեն նրանք փաստորեն 4 տարի նրանք խոսեցին դրա մասին եւ 4 տարվա մեջ նրանք չկարողացան հասնել հաջողության այն դեպքում, երբ որ հենց սովետական բանակը 4 տարում հիտլերյան Գերմանիային կարողացավ հաղթել, ինչ խոսք մենք հիմա գիտենք արևմուտքի օգնությամբ եւս, բայց այդ բոլոր նարատիվները կառուցվում են ու շատ հետաքրքիր ձևով մեկը մյուսի հետևից փլվում են, հաշվի առնելով այդ ժամանակահատվածը, որտեղ ռուսական ժողովուրդը, բայց ոչ միայն ռուսները, այլ սովետական, որտեղ այդտեղ է, որ իրանք փորձում են բոլորին մտցնել այդ նույն արկղի տակ, նույն արկղի մեջ, այդ բոլոր նախկին Սովետ միության երկրներին, բայց մենք մի ուրիշ բան պետք է նաև կոնստատացնենք, մենք պետք է տեսնենք ինչպիսի արագությամբ, ինչպիսի հմտությամբ, ինչպիսի վախով նախ այդ սոցիալիստական բլոկը, հա, Բերլինյան պատից հետո առանձնացավ շատ հախավ ուղակի, հա, խոսենք Չեխիայի, Լեհաստանի մասին, մասնավորապես այդ բոլոր այդ սոցիալիստական բլոկը ինչպիսի արագությամբ դուրս եկավ դրանից եւ ինչպիսի արագությամբ հերթականությամբ դուրս եկան բոլոր Սովետ միության երկրները եւ այսօր կենտրոնական Ասիա երկրները դու տես ինչպիսի ոնց ասենք զգուշությամբ եւ ինչպես է նրանք ամեն բան փորձում անել, որպեսզի չմնալ այդ ռուսական
ծիրում, որովհետև Այո։ բոլորը շատ լավ հասկացան, որ ռուսական ծիրում մնալը դա աղետների մի շարան է, որը երբեք չի կանգ առնում եւ լուզերների աղետների շարան է, որովհետեւ այստեղ տվյալ պարագայում մենք խոսք պիտի ունենանք մի ղեկավարի մասին, որը չկարողացավ հասնել հաղթանակի ուկրաինական դաշտում, բ իր բոլոր դաշնակիցներին աշխարհի բոլոր կետերում չկարողացավ պաշտպանել, հազիվ թե կարողացավ մի Ասադի բերել Մոսկվա սարքել ակնաբույժ, ընդամենը դա, եւ մնացած պարագաներում ոչ մեկ էլ այսօր չի կարող ստանալ ռուսական օգնությունը տեսնել Իրանի օրինակը, ինչպիսի վառ օրինակ է Իրանում, որտեղ Ռուսաստանը նույնիսկ ես չեմ տեսել նրանց լուրջ ինչ-որ մի հայտարարությունը այս վերջին դեպքերի հետ կապված, որտեղ Թրամփը պատրաստակամություն ցուցաբերեց զորքեր մտցնելու եւ հետ կանգնեց վերջի տարիներին։ Եվ եւս մեկ օրինակ ռուսները ինչպես օգնեցին իրենց դարավոր սլավոնական սերբ ժողովրդին, հա, Հարավսլավիային, հիշում ես։ Եվ ես հիշում եմ, որ տանկերը ուղարկվեցին, տանկային դիվիզիա ուղարկվեց, այն ժամանակ դեռ բանը մնում էր, Գերմանիայի այդ սովետական զորքը դեռ կար, այնտեղից մի տանկային դիվիզիա ուղարկվեց, եւ գիտես ինչ տեղ չհասավ։ Ճանապարհին բենզինը վերջացավ։ Հասկանում ես, ասեք, դա ուղղակի կոմիզմ է, էլի։ Այսինքն դու տենց լուրջ սպեցիալնա военная օպերացիայի տիպի բան ես անում, քո դաշնակցին զորք ես ուղարկում, որ զորքը գնա հասնի տեղ օգնի եւ ճանապարհի կեսին զորքիդ բենզինը։ Ինչու՞, որովհետեւ հաստատ գեներալները այդ բենզինը վաճառել էին եւ թղթի վրա գրված է, որ կա այնքան բենզին, որպեսզի այդ տանկերը հասնեն Հարավսլավիա։ Որոնք կարող են նույնիսկ վերածվել էին օղու շշերի։ Հա, դա էլ չի բացառվում։ Մեն ներքին օղակներում օղու շշեր, բայց վերևների մոտ հաստատ փողի կամ դոլարի կամ չգիտեմ ուրիշ ինչ վճարամիջոցի տեսքով էին։ Էտա իրականությունը։ Եվ նաև սա արդեն առնչվում է մեր, այսպես ասած, քաղաքական այն կուսակցություններին, որոնց հիմնական նարատիվը, այսպես ասած, պրոռուսականությունն է, որ պետք չի դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, պետք չի գնալ դեպի արևմուտք, պետք չի փնտրել նոր գործընկերներ, այնտեղ բնականաբար թրիփը իրանց աչքի գրողն է, որ այդ թրիփը Հայաստանին հեսա կդարձնի չգիտեմ ինչ, թրիփը Սյունիքը կկտրի կտա սրան կամ նրան, վերջը այդ պատմությունները ամեն օր լսում ենք, ամեն օր գիտենք, բայց իրականությունը բոլորովին ուրիշ տեղ է։ Իրականությունը այս մարդկանց գլխում նստած այդ նույն դատողությունն է, նույն սովետիզմի, հա, այդ սիստեմից իրանք չեն գրակ։ Նրանք չեն կարող այլևս նրանք չեն կարող առողջ դատել։ Նու, այստեղ կա նաև նյութական հետաքրքրություն, իհարկե, բնականաբար դա վերաբերում է պաշտոնա ձեռքբերման ընտրություններից հետո եւ այս ընթացքում նաև իհարկե չապացուցված, որովհետեւ դեռ ես հուսով եմ, որ կլինեն նաև այդպիսի դեպքեր, որ կապացուցվեն, դեռ նյութական օգնությունների, որոնք տրամադրվում են Մոսկվայից, որպեսզի կարողանալ ամեն կերպ այստեղ այդ պրոռուսականությունը ոչ միայն զարգացնել, այլ նաև նրան բերել իշխանության։ Եվ տվյալ պարագայում արդեն ինչքան ժամանակը առաջ է գնում, ինչքան մենք գնում ենք առաջ, այդ Մոսկվայի այդ բոլոր պատմությունները եւ այդ 5-րդ շարասյան պատմությունները ավելի շատ Գյուլնաստատի հեքիաթների են նմանում, որովհետեւ իրականությունը շատ ավելի ուրիշ է եւ միջազգային իրավիճակը այսօր ցույց է տալիս եւս, որ Հայաստանը պրագմատիկորեն շատ ճիշտ ճանապարհ է ընտրել այն մասով, որ ընտրել են A խաղաղության ճանապարհը, B տնտեսական զարգացածության ճանապարհը եւ G այդ ճանապարհում նա վարում է բալանսավորված քաղաքականություն, որը ասել կուզի նույն հյուսիսային հարևանի Ռուսաստանի հետ եւս վարում է, բայց այս անգամ հավասարը հավասարի հետ քաղաքականություն։
Դա պետք է լինի հիմքը, որպեսզի կարողանանք մենք այսօր մեր ժողովրդին առաջ տանել եւ տնտեսական հողի վրա կարողանանք ունենալ ձեռքբերումներ եւ ոտքի կանգնել։ Ես դրա օրինակը նաև բերեմ, բնականաբար ոչ միայն կուսակցություններն են, այլ նաև այդ կուսակցությունների մերձ որոշ լրատվամիջոցներ, որոնք լրատվամիջոցը ինչ ուզում է թողանի, ես փառքաստու խնդիր չունեմ իրենց հետ, բայց խնդիրը ուրիշ բանում է, հայրենիք, պետություն, հասկացությունը ինչու է այդքան ձևախեղվում։ Բառացիորեն նախորդին Հական Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը, անդրադարձել էր թե թրիփին, իհարկե տհաճ դեպով էր անդրադարձել, օգտագործել էր Զանգեզուրի միջանցք հասկացությունը, բայց հետո ասել էր դա հայերը ասում են թրիփ, մենք դրան ասում ենք Զանգեզուրի միջանցք, չգիտեմ ինչ, լավ իրանց քարը, իրանց գլուխը ոնց ուզում են թող ասեն։ Թրիփը դա իրականություն է, թրիփը լինելու է, ի հեճուկս բոլորի, բոլոր այս խոսակցությունների եւ օրինակը բերելով Ֆիդանի ելույթը ասում են, որ Ֆիդանը ասել է, որ ինքը Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին 26-ի ընտրություններում, 26 թվականի ազգային ժողովի ընտրություններում։ Այսօր բայց ես այդպիսի բան չտեսա կարդալուց, բնականաբար շատ հեշտ էր դա փոխել։ Հա, շատ հեշտ էր եւ այսօր շատ լավ պատասխանեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, շատ արժանի պատասխան տվեց, բայց ես ուղղակի ուզում եմ բառացիորեն մեջ բերեմ Ֆիդանը ինչա ասել, ու հասկանանք, թե ոնց կարելի է այս մեջբերումը վերագրել նրան, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ժողովի ընտրություններում, հա, այսպես մեջբերում եմ։ Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս սոցհարցումներում առաջատար է, նա այս գործընթացում իրականում կառուցողական դեր է խաղում եւ մենք աջակցում ենք այդ դերակատարությանը, այս ուղղության, այս կամքի շարունակությունը կարեւոր է։ Եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։ Դե հիմա այստեղ գտեք մի երկու բառ, որը որ փաստում է, որ Թուրքիան Հայաստանի ներքին գործերի միջամտելով ասում է, որ ինքը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Այո, եւ իրականում շատ դժվար է լինելու այդ պրոռուսական ուժերին իրականում գնալով ավելի դժվար է լինելու պաշտպանել իրենց գաղափարախոսությունը, որովհետեւ գաղափարության հիմքում ինչ են կաց ընդամենը ոչ Նիկոլ Փաշինյան։ Հա, ասենք օբյեկտիվորեն։ Իսկ ինչու ոչ Նիկոլ Փաշինյանի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այսօր միակ քաղաքական դաշտում միակ լիդերն է, լինելով նաեւ ըստ էության ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված վարչապետ, որը եւ կազմել է կառավարություն, այսինքն դա ժողովրդի ընտրությունն է, որը այսօր ամենա եւ դերի մեջ նա Հայաստանի Հանրապետության պետականության, սուվերենության, ինքնիշխանության գլխավոր պաշտպանն է, որի համար եւս նա ընտրվել է, որի, այսինքն նա իր դերի մեջ է եւ բացի իր դերի մեջ լինելով նրա քաղաքական ուժը գաղափարախոսությամբ եւ ամենօրյա աշխատանքով չմոռանանք գերիների ազատագրումը, հա, օրեր առաջ չմոռանանք բոլոր աշխատանքները, որ ամեն օրվա վերջ-վերջը տարվում են, այսօր ըստ էության, երբ որ մենք խոսում ենք հիբրիդային գրողներից, ահա թե մի գրող, որտեղ պայքար է գնում մի մարդու կամ մի քաղաքական ուժի դեմ, որը ջատագովն է պետականության պաշտպանության եւ սուվերենության անկախության պաշտպանության։ Եվ այստեղ շատ ակնհայտ է, չէ՞, այս ամեն ինչը։ Այստեղ մի բան էլ կա, եթե այս մարդիկ առաջնորդվեն հանուն խոսույթով, կարելի է հասկանալ։ Քաղաքական ուժը ունի իր մոտեցումը, ունի իր ծրագիրը, հանուն դրա անում է այս, անում է այն, բայց իրենց մոտ հանուն չի, իրենց մոտ ընդդեմ է, այսինքն ոչ թե հանուն երկրի, ոչ թե հանուն ազգի ժողովրդի, այլ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այստեղ արդեն քաղաքականությունը վերածվում է մեկ այլ բանի։
Եվ այստեղ է որ մենք խնդիր ունենք եւ անընդհատ խոսում ենք հիբրիդային պայքարի մասին, բայց ակնհայտ ինչու՞ն է որ մեզ մոտ չկա այդ պետականամետ կեցվածքը, չկա այդ պետականամետ, ինչպես ասենք, այն մի վարվելիք ծրագիր, որը իր մեջ բացառում է այսպես թե այնպես սուվերենության մասին որևիցե մոտեցում, այսինքն սուվերենությունը հարցի տակ երբեք չի դրվելու, որովհետև ինչ ենք մենք տեսնում, այս բոլոր այդ մեր ձևով, ձեր ձևով այդ բոլոր այդ մանկապատանեկան ասենք կամ այդ պրոռուսական բոլոր այդ շարժումների հիմքում ինչ են գած նույն Այսօր ես Հայաստանին դեպի ռուսական դաշնության կազմ, պետք է իրերը կոչենք իրենց անունով։ Այո, եւ կրկին դու հիշեցրեցիր այդ կազմակերպության ղեկավարի խոսքը, այդ մեր ձևով շարժման, որը ասում էր, որ թո մենք գանք իշխանության եւ մեր վարչապետը կստանա 1 դրամ։ Այստեղ էլի Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, չէ՞։ Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրել էր, ասել էր Այս թվականին եղել է քո հայրը, այն թվականին եղել է քո հայրը, այն թվականին եղել է քո հայրը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, սա, եւ լինելով Հայաստանի ամենահարուստ կամ հայ ժողովրդի ամենահարուստ ընտանիքի անդամ, ստացել է աշխատավարձ, բայց չստանայիք։ Ինչ խոսք։ Այստեղ իտես այդ ատեհապաշտությունը մի կողմից, չմոռանանք պետք է նաև հիշենք, որ ինչքան տենց ամպագորգոր խոսած Ռուսաստանաբնակ կամ Ռուսաստանահայ կամ ռուսաստանցի գործարարը նույն հաջողությամբ նա հետ է գնում նորից ԱԱՑ մեկուսարան, այո։ ԱԱՑ մեկուսարան, այսինքն մենք ինչ էլ ուզում է լինի իրավական պետության մեջ են գտնվում եւ ես համոզված եմ, որ կան բավականաչափ կշռով մեղադրանքներ, որոնք բերեցին նրան, որ դատարանը մերժեց տնային կալանքը եւ հետ տարավ նրան մեկուսարան, այսինքն այստեղ մենք դեռ շատ բաներ կիմանանք, կպարզվի թե ինչեր են նախապատրաստվում, ինչ ինֆորմացիաներ ունի ղեկավարությունը եւ այդ հիբրիդային գրոհում նա ինչպիսի դերություն պետք է ունենար եւ ամեն ինչ չէ, վերջի վերջո որ այսօր կա դիվանագիտություն եւ ամեն ինչ չէ որ կարելի է հեշտությամբ ժողովրդին ասել, բայց ամեն ինչը ժողովուրդը շատ լավ հասկանում է եւ շատ լավ վերջի վերջո պատկերացում են կազմում, որ այս հին ուժերը մերթ եկան նախագահի կերպարանքներով, հայ նախկին նախագահը, այսպես իր մկանները Քոչարյանը այսպես ձգեց եւ եկավ ասեց ես հյուսիսային պողոտա կառուցողս, հա, եւ ուզեցավ գա իշխանության, չստացվեց, գցեց ոտքերին, չկռեց, հիշում ես, պետքա կռեց, չստացվեց։ Հետո մի պահ տեսանք Սերժը Սարգսյան հետ եկավ, սկսեց էլի այսպես ամպագորգոր խոսալ, որ ինքը այսպես չէ պայմանավորվել, որ ինքը այսպես չէր անի, այսպես չէ լինի եւ այլն, նա էլ նրա ուժն ու բանն էլ տեսանք եւ հասկացանք, որ ինչ պատեհապաշտության հետ գործ ունենք։ Հետո եկան տերտերների շորերով, գնացին սև շորեր հական, տերտերները եկան այս անգամ, այս ռուսական ուժերը տերտերներին բերեցին այս անգամ, այստեղ պարզեցինք, որ մեր տերտերները, Աստված, պարզեցինք, որ մեր տերտերները ուզում են մեզ գմպցնեն, ուզում են մեզ տրակացնեն, որտեղ ես իրենց բարերն եմ օգտագործում, այդ որ ձայնագրությունները լսում են։ Հետո եկել պրծավ, մեկ էլ ասեցին լավ, վերջ։ Всё, Սամվել պատրաստվիր, բանվել ընդեղից պատրաստվեց, գումարները ասին դե ուզում ես ուզի, չես ուզում ուզի, էտա, եթե չգնաս, փողերը ձեռքիցդ կառնենք։ Եվ այս մարդը շատ գեղեցիկ ձևով եկեղեցում փրկելու պատրվակով, այսինքն մարդը կաթոլիկ է։ Ուրեմն Սամվել Կարապետյանը կաթոլիկ է։ Ուղղափառ եկեղեցու անդամ չի։ Ես իշխանով ճիշտ լսեցի, հասկացա, նա ուղղափառ եկեղեցու անդամ չէ, կաթոլիկ, եթե սխալվում եմ, ներողություն, բայց ես իշխանով հասկանում եմ, նա մեր ուղղափառ եկեղեցու անդամ չէ եւ գալիս է մեզ փրկելու։ Տեր Աստված, մեկնի ձեզ փրկի։ Արման ջան, մեր եթերաժամն էլ հաջողությամբ սպառվեց, բայց ես վերջում մի բան եմ ուզում ասել նաեւ մեր հեռուստադիտողներին, YouTube-յան դիտողներին,
հաճախակի մտեք Ռոմանոս Պետրոսյանի Facebook-յան էջը եւ այնտեղ շատ հետաքրքիր լուսանկարներ են հրապարակվում։ Հենց վերջինը, որ ինքը հրապարակել էր, դա երկու սարք էր, որոնք տեղադրված են հեցի տարբեր բաներում, հա, դե ես էներգետիկ չեմ հասկանում այդ սարքը ինչի համար է։ Մեկը 1936 թվականի արտադրության, մեկը 1956 թե 65 թվականի արտադրության, բայց ամեն դեպքում հասկանում ես դա ինչա նշանակում։ Այդ է իրականությունը։ Դե այսքանով ավարտենք այսօրվա եթերը։ Եվ կեցե ազատ, անկախ, ինքնիշխան եւ սուվերեն Հայաստանի Հանրապետություն։ Այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով